Բաստուրմաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք տավարի ձկով բաստուրմա։ Այս կտորին միշտ ասում են ձուկ։ Ձկան հատվածն է տավարի։ Հիմա մաքրում ենք, շատ սիրուն։ Հիմա կկատարենք աղադրումը։ Կթողենք աղի մեջ 10 օր։ Հիմա ինքը աղի մեջ շատ լավ հասունացել է։ Այս հենց որ նայենք միասին։ Ահա, մենք 10 օր պահել ենք աղի մեջ, այս ջուրը իրա ջուրն է, ինքը վերցրել է, հələ յուղը, ջուրը լրիվ դուրս է տվել, այսպես կտեղադրենք ջրի մեջ, 24 ժամ մենք կպահենք ջրի տակ, հետո միասին պրես կդնենք, հիմա փաթաթում ենք մենք տավարի ձուկը, ես միշտ սովորացրել եմ ձիգ, ինչքան կարաք ձիգ փաթաթեք, որտեղ հիմա նայեք կտորը, ուռած սենց մի ձևի պրեսից որ հանենք, տեսքը կտեսնեք, ձիգ փաթաթում ենք անկյուններից, ոնց որ սովորացրել եմ, վերեցինք մյուս անկյունը, շատ լավ ձգում ենք, շատ լավ է, հիմա կդնենք պրես, մեկ օր կպահենք պրեսի տակ, մեկ օր պահեցինք տավարի ձուկը պրեսի տակ, հիմա հանում ենք, ահա, էլի լավ պրեսը սեղմել է, կտորը շատ սիրուն ձգել է պրեսը։ Հիմա կթելենք միասին, ընկերներ ջան։ Հիշում եք, չէ, այս հաստ մասից պետքա թելենք, ընկերներ ջան, որտեղ որ հաստ, լեն, այդ մասից պետքա թելենք միշտ, հիշեք։ Ահա կտորը, կպահենք 10 օր կչորանա, հետո կբռնենք չամանը միասին։ Չաման ենք բռնում տավարի ձկան համար, այստեղ նայեք կտորը, շատ լավ չորացել է, շատ լավ։ Մենք ունենք այստեղ 150 գրամ չաման, 50 գրամ ունենք քաղցր բիբար, 30 գրամ կծու բիբար, 10 գրամ շաքարավազ, 5 գրամ քիմիոն, 100 գրամ սխտոր, նախապես լցրել ենք 1 լիտր ջուր, 1 լիտր էլ ունենք այստեղ, ընդհանուր լցնում ենք 2 լիտր ջուր, հիմա լցնենք սխտորը, շատ լավ է, և խառնենք համեմունքները, խառնում ենք համեմունքները, շատ լավ է, և լցնում ենք ջրի մեջ, շատ լավ է, կթողենք 1 ժամ ինքը կլուծվի ջրի հետ, հետո կխառնենք միասին, չամանը շատ լավ պնդացել է, ընկերներ ջան, տավարի ձուկը տեղափոխում ենք չամանի մեջ, ահա միսը, այսենց, լավ, հետևորդները ինձ անդադ հարցնում էին, որ չամանը ինչ ջերմաստիճանի տակ կարելի է պահել, ես միշտ ասել եմ ևս մեկ անգամ կրկնեմ, չամանը մենք պահում ենք +5 աստիճան սառնարանի մեջ,
Չամանը տեղափոխում ենք սառնարանի մեջ, 5 օր կպահենք սառնարանում, հետո կհանենք, թաթախենք։ Այսօր չամանից հանում ենք տավարի ձկնիկը։ Հիմա տեսնենք ոնց է փափկել չամանի մեջ։ Ահա։ Չամանը էլի շատ լավ ստացել ենք։ Այսա։ Փափկությունը։ Այսինքն որ անում ենք, հələ շատ լավ է։ Մենք էլի չամանով կհանենք, ընկերներ ջան։ Ահա, հələ ինձ սիրուն կտոր է։ Կախում ենք։ Ընկերներ ջան, 3 անգամ էլ տավարի ձուկը մենք թաթախենք եւ կկտրենք միասին։ Բաստուր մաչոներ ջան, հերթը հասավ տավարի ձկանը։ Ունենք այսպիսի շատ սիրուն կտոր։ 3 անգամ թաթախել ենք բարակ չամանով։ Շատ սիրուն պրես ենք դրել։ Ունենք շատ սիրուն կտոր։ Հիմա կտրում ենք։ Ահա, կտորը, չամանի բարակությունը, շատ սիրուն վերցրել է չամանը, ահա, երանքներն էլ շատ սիրուն են։ Ահա, շատ լավ է, ընկերներ ջան։ Հիմա սենց որ նայում ենք կտորները, բաժանեցինք, իրա երանքներն էլ շատ սիրուն ստացել ենք, հիմա ոնց որ միշտ ցույց եմ տվել, մեր ատամներն են, մենք սենց ծամում ենք, կտրում ենք ատամներով և ծամում, մենք ստացել ենք շատ լավ կտորներ, արտաքինը, մեջը, ոնց որ սկզբից ասեցի, չամանի բարակությունը, այս դանակը երևի ավելի հաստ է, քան թե չաման, հələ բարակությունը եթե համեմատենք, դուք էլ պատրաստ եք, ընկերներ ջան, ձեր մոտ էլ կստացվի։